Բարև ձեզ Երկիր մեդիայի եթերում դուք դիտում եք իրավաբանական կլինիկան։ Այսօր խոսելու ենք մի թեմայի մասին, որը վերջի շրջանում ամենաարծարծվածներից մեկն է։ Խոսքը ապօրինի գույքի բռնագանձման մասին է։ Օրենքում արդեն իսկ կան մի շարք առաջացած խնդիրներ գործնականում, պրակտիկայում։ Այս մասին զրուցելու ենք փաստաբան Արմեն Մելքոնյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մելքոնյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Մելքոնյան, ապօրինի գույքի բռնագանձման օրենքում ինչ խնդիրներ են առաջացել պրակտիկայում։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերքի համար։ Պետք է նշեմ, որ այս գործընթացը ապօրինի գույքի բռնագանձման մասին ըստ էության նոր համակարգ է մեր պետության համար եւ ինքը որպես զարգացող ունեցդրություն, այսինքն կենթանի որպես ունեցդրություն, ինչ է նշանակում, որ ենթակա է բարբերաբար հղկման։ Ի սկզբանե առաջացել են մի շարք խնդիրներ, որոնց մասին մենք փաստաբանական համայնքը եւ այլ ներգրաված անձինք վկայակոչել են, որի վերաբերյալ բազմիցս ներկայացվել են դիրքորոշումներ եւ նոր միայն մի քանի տարի հետո նոր սկսվեց որոշակիություններ որոշակիություն ունեցավ օրենսդրությունը հենց Սահմանադրական դատարանի անցյալ տարվա, այսինքն ապրիլի որոշումից հետո։ Ինչն էր խնդիրը, ինչ ՍԴ-ն ու ինչ կարգավոր է Սահմանադրական որոշակիություն չկար, այսինքն ցանկացած անձ կարող էր ենթարկվել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքով որպես պատասխանող, սակայն Սահմանադրական դատարանի որոշումից հետո այդ շրջանակը փոքրացավ եւ Սահմանադրական դատարանը իր որոշմամբ հստակ սահմանեց, որ այդ անձանց շրջանակն է դա անձինք են, որոնք նախկինում զբաղեցրել են պետական պաշտոն, այսինքն գույքը հետևել է ապօրինի ծագում, այսպես ասած ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը հետևել է պաշտոնին կամ ենթադրյալ հանցագործությանը։ Ինչպես նաև հստակ որոշվեց այն, որ 50 միլիոնից ներքև գույքը, որը հետաքրքրություն չունի դատախազության համար, ինչպես նաև ուսումնասիրության սկիզբ ժամկետի ուսումնասիրության ժամկետի սկզբի նվազագույն շեմը սահմանվեց, դա 1991 թվականն է։ Բավականին թվերի առումով մեծ խոստումնալից վիճակագրություն ունենք։ 2025 թվականին նախաձեռնվել է 157 ուսումնասիրություն եւ 43 հայցադիմում է ներկայացվել դատարան։ Սա արդյունավետ աշխատանքի օրենքի լիարժեք կիրառման մասին է խոսում, թե նախաձեռնել ենք, որպեսզի պրակտիկա ունենանք ու ի վերջո դատարաններում ինչ արդյունք ունենք։ Սա խոսում է նրա մասին, որ դեռևս գործեր կան, որոնց վերաբերյալ ապացույցները դեռևս հավաքագրվում են դատախազության կողմից, այսինքն դեռ չկան այն բավարար ապացույցները, որոնք հնարավորություն կտային դատախազությանը դիմելու դատարան, այ խոսում է դրա մասին հիմնականում եւ կա նաեւ բարդություններ, դժվարություններ այդ ապացույցները հավաքագրելու, գիտեք, յուրաքանչյուր գործ ունի իր առանձնահատկությունները, թերևս սա պայմանավորված է հենց այդ առանձնահատուկ գործերի ապացույցների հավաքագրման, դրանց ամբողջականացման, այնուհետև նոր այդ ամբողջ փաթեթը ներկայացնելու հայցադումի տեսքով ներկայացնել դատարաններում, այսինքն արագ են քննվում, ունենք արդեն արդյունքներ, բողոքարկումներ կան, ինչ է քաղաքացին ստանում էլի դրանից։ Տեսեք, ինքը բավականին բարդ գործընթաց է, թեպետև ինքը սովորական քաղաքացիական հայցի շրջանակներով են քննվում։ Այնուամենայնիվ, ստեղ մենք ունենք բարդություններ կապված ապացույցների հավաքագրման առումով։ 2022 թվականի դեկտեմբերի, եթե չհիշեմ 19-ին Վենետիկի հանձնաժողովը իր խորհրդատվական եզրակացության մեջ նշեց, որ ապօրինի գույքի ծագում ունեցող հայցերով ապօրինի ծագման որպես փաստը առաջինը պետք է ապացուցվի հայցվորի կողմից, այսինքն դատախազության կողմից։ Այն նոր դրանից հետո փոխանցվի պատասխանող կողմին։ Բայց կարծես պրակտիկայում պատասխանողի վրա է դրվում։ Պետք է ապացուցի հակառակը, որ այդ ապօրինի ծագում ունեցող ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքը ապօրինի չէ։ Սակայն քանի որ այդ ներկայացված հայցադիմները որպես այդպեսին
ամբողջական չեն ապացույցների տեսանկյունից, հետեւաբար ստիպված մասնավորանց, այսինքն պատասխանողը ստիպված հակառակ ապացույցի համար ստիպված է լինում այդ ապացույցները ինքնուրույն որպես մասնավոր անձ հավաքագրել, չգիտեմ, եթե այդ փաստաթղթերը այդ առաջադրանքը ավելի բարդանում, եթե այդ փաստաթղթերը գտնվում են արտասահմանում, ստիպված ներկայացում է այլ փաստաբան, այդ փաստաթղթերը օտար լեզու ներկայացում են Հայաստանում դրանք անցնում են թարգմանության գործընթացներ, նոր միայն դրանից հետո ներկայացում են դատային, ու այս գործընթացում ծանրաբեռնում են նաև դատային այն տեսանկյունից, դատայանը ստիպված այնց միջնորդությունները նման բարակամ դատական իստը հետաձգելու բավարարում է, որպեսզի հնարավորություն ընձեռվի պատասխանող կողմի ներկայացնելու այս ապացույցները։ Այ հենց այս շղթան ամբողջական այս շղթայի հետևանքով այդ դատական գործընթացները հետաձգվում են։ Այսինքն հայցադիմումները որպես դատախազության կողմից ներկայացող հայցադիմումները երբեմն լինում են ոչ ամբողջական, այսինքն պարզ չեն եւ որոշակիություն չունեն, հստակ չեն, նույնիսկ ներկայացված հաշվարկները ենթակա են պարզաբանման կամ ներկայացված հաշվարկները պատասխանող կողմը ստիպված լինում է ներգրավել կամ միջնորդել դատային, որպեսզի փորձականության ենթարկվեն, լրացուցիչ փորձականության ենթարկվեն, եւ այս գործընթացները ստիպված դատարանը միջնորդությունները բավարարում է պատասխանող կողմի, որպեսզի կարողանան ամբողջական այս գործընթացը արդարադատությունը իրականացվի։ Որտեղ են սահմանը, երբ կա անձի սեփականության իրավունքի եւ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի հետ հատումը։ Տեսեք, մենք ստեղ ունենք միջազգային թեպետև մեր ունեցության մեջ ցա նոր պրակտիկա է ապօրինի գույքի բռնագանձման մասին գործընթացը, բայց գոյություն ունի միջազգային պրակտիկա, գոյություն ունի մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք որոշումներ, որտեղ դատարանը արձանագրել է, որ ներկայացված հայցադիմումները եւ բռնագանձվող ենթակա գույքը պետք է լինի համաչափ։ Օրինակ, գիծուկ պատկերացնում եք մի իրավիճակ, եթե անձը մեղադրվում է, օրինակ, չգիտեմ, 60 միլիոն կամ 80 միլիոն փողերի լվացման մեջ, չի կարող, ասենք 400 միլիոնանոց գույքը լինել բռնագանձման առարկա այդ գործընթացի շրջանակում, այսինքն ստեղ կա հստակ արձանագրում, որ պետք է լինի բռնագանձվող գույքը համաչափ ենթադրել հանցագործության հետ, կամ ասենք պաշտոնի զբաղեցումից հետո, ասենք այդ նաև այդ գործընթացում։ Ինչպես է որոշվում, այսինքն անձը, որը զբաղեցրել է պաշտոն, այդ պահից սկսած է հաշվարկները իրականացվում, թե մինչ պաշտոնը այդ բիզնեսները դրանք հայտարարագրման գործընթացը ինչպես են տեղի ունենում, այսինքն գործընթացը ո՞ւր։ Մենք փաստաբաններս անկեղծ ասեմ, մեզ համար շատ ուրախալի լուր էր հենց Սահմանադրական դատարանի այդ բեկումնային որոշման հրապարակումը, որտեղ այդտեղ ես նորից նշեմ, որ հստակ ընդգծվեց այն անձանց շրջանակներն, այսինքն սուբյեկտների շրջանակներն, որոնց նկատմամբ պետք է այդ ուսումնասիրությունները սկսվեն, եւ դրանք հենց այն անձինք են, որոնք ստանձնել են, դրանց անձանցից մեկը հենց որոնք այն անձն են, որը ստանձնել է պաշտոն, այսինքն գույքը պետք է հետևի, ապօրինի ծագում ունեցող ենթադրյալ գույքը պետք է հետևի այդ պաշտոնին։ Սա բնավ չի նշանակում, որ դատախազությունը կամ հայցողը իրավունք չունի ուսումնասիրություն անել նաև միջև պաշտոնի զբաղեցնումը, բայց այդտեղ եւս Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ միջև պաշտոնը զբաղեցնող ձեռք բերված գույքերը կամ եկամուտները ուղղակի տեղեկատվության տեսանկյունից ենթակա են ուսումնասիրության դատախազության կողմից, այսինքն դատախազությունը ուղղակի տեղեկատվություն հավաքագրելու համար է ուսումնասիրում դրան նախորդող, այսինքն պաշտոնը նախորդող ժամանակահատվածը։ Կարող է լինել ինչ-որ իրավիճակ, երբ ներկայումս ձեռք բերված գույքը նորից լինի, այսինքն օրենքը ունի հետադարձ ուժ եւ արդյոք կիրառելի է նաեւ այս պահից սկսած գույքի համար։ Այս պահին դարձել են պաշտոնյաներ, կարող են չգիտեմ, գույքը բռնագանձման մասին խնդիրներ կան եւ այլն, 5 տարի հետո այլևս պաշտոն չեն զբաղեցնում եւ ձեռք են բերել այս ընթացքում որևէ գույք։ Դա եւս այս օրենքի շրջանակներում քննվում է, թե միայն հետադարձ ուժի մասին է 91-ից մինչեւ ինչ որ սահմանափակում կա։ Չէ, ես նշեցի, որ 91 թիվը դա Սահմանադրական դատարանը արձանագրել է, դա նվազագույն, այսինքն շեմն է, սկիզբը ուսումնասիրության համար, ուսումնասիրություն կատարելու համար,
ոչ գույքը չի կարող այսինքն եթե մենք խոսում ենք ապօրինի ծագում ունեցող ենթադրել գույքի մասին, ապա դա պետք է նշեմ, որ դա պետք է հետևի պաշտոնին, այսինքն պետք է լինի ստանձնած պաշտոն, պետական պաշտոն, այնուհետև ձեռք բերված լինի գույքը կամ պաշտոնի զբաղեցման պահից սկսած, այո, կամ ենթադրել կատարված հանցագործությունից բխող գույքի ձեռքբերում պետք է լինի, այսինքն այս երկու սկզբունքը պետք է երկուսից մեկը պետք է լինի։ Օրենքում այսպիսի կետ էր նշված, որ անձը կարող է 75% պահանջվող գույքի գումարների վերադարձնել պետությանը եւ գործը կկարճվի։ Այս դեպքում պատասխանատվությունը եւ նաեւ պետությանը 25%-ի վնաս հասցվելը որքանով է տրամաբանական օրենքի տեսանկյունից եւ արդյոք միջազգային պրակտիկայում կիրառելի է։ Միջազգային պրակտիկայում այո կա 75% շեմը, կարող է լինի եւ նաեւ 80 կամ մի քիչ ավելի ցածր։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 75%-ը հենց այն շեմն է, որը ըստ էության նաև կիրառվում է միջազգային պրակտիկայում։ Տեսեք, դա հիմնականում միտված է հետևյալին, որ պետությունը ծախսում է ռեսուրսներ, այսինքն ներգրավում է դատախազություն, ներգրավում են դատարաններ, դա երկարատև պրոցեսներ են ու իրենից բխող իր բարդություններով եւ նաեւ մյուս կողմի համար, օրինակ կողմը ասում է, եթե ցկվելու է տարիներ շարունակ, ավելի լավ է ես այս բանից սկսած հաշտության համաձայնություն կամ հաշտության բանակցություններ սկսեմ, որպեսզի այս գործընթացները կարողանամ ավարտել։ Պետության տեսանկյունից, այսինքն այստեղ պետությունը շահում է ինչի, որտեվ պետությունը տարիներ շարունակ պիտի ստիպված այդ գործընթացներում ներգրաված լինի, որպեսզի կարողանա այդ ի վերջո հասնի իր նպատակին կամ դատարանը մերժի իր հայցը, բայց այս դեպքում, այսինքն տարիներ շարունակ այդ ռեսուրսները ծախսելու փոխարեն ավելի հեշտ արագ կազմում են այդ հաշտության համաձայնությունը եւ 75%-ը բռնականձվող գույքի կամ դրամական միջոցների պետության են փոխանցում։ Հաշտություն գնալու պրակտիկան կարծես Հայաստանում այնքան էլ կիրառելի չէ, որովհետև 2025 թվականին ունենք ընդամենը 1 հաշտության դեպք եւ 87 միլիոն դրամի վերադարձ պետբյուջե։ Կիրառելի չէ, թե ամեն դեպքում անձինք չեն ուզում գնալ դրան։ Իմ կարծիքով սա նաև եթե նույնիսկ չեն կնքվել, դա չի նշանակում, որ չկան բանակցություններ հաշտության համաձայնություններ կնքելու շուրջ, կամ նաև սրա մյուս կողմն էլ կա, որ այո, անձը միգուցե ինքը մտածում է, որ կարող է ապացուցել, որ ձեռք բերված գույքը ապօրինի չէ, ինչքան էլ դրա վերաբերյալ հայցեդումը ներկայացվել է հակառակը, բայց մարդը այսինքն պատասխանողը տեսնելով, որ հնարավոր է, որպեսզի ինքը հնարավորություն ունենա ամբողջությամբ կամ մասամբ ներկայացնել են փաստաթղթերը, որոնք ըստ էության կհերքեն դատախազության կողմից ներկայացված այդ բռնականձվող պահանջները, երբ թե դրա հետ է պայմանավորված։ Կամ կներեք, կամ պայմանավորված է, քանի որ ինքը ըստ էության նոր ինստիտուտ է, համակարգ է, եւ մարդկանց համար խորհուրդ է այս տեսանկյունից ինչ որ մտնել այդ համաձայնությունների մեջ, միգուցե ինչ որ ժամանակ անց բոլորիս համար այդ գործընթացը լինի ավելի տեսանելի եւ ավելի գործնականում ավելի կիրառելի։ Օրենքում ինչ փոփոխությունների, ինչ խնդիրների է բախվում փաստաբանական համայնքը, որ պետք է փոփոխել ավելի բարելավելու մասին։ Ընդ որում մի քանի անգամ օրենք արդեն փոփոխության ենթարկվել է։ Շատ կարևոր է միջազգային պրակտիկան, այսինքն մենք բավականին կա այս բային գործող միջազգային պրակտիկան, որը ես նշեմ, որ Սլովենիա, ինչքան նշում եմ, բուլղարական մեր ունեցությունը բխում է Բուլղարիայի ունեցությունից եւ միջազգային մարդուհիանքների եվրոպական դատարանը մի շարք որոշումներով այս բավականին հաղթված որոշումներ կան այս առումով, որոնք տալիս են պատասխաններ այսօր այն գործող ունեցության անորոշություններին, օրինակ շատ կարևոր է որպեսզի կանխատեսելի լինի, հասկանում եք այդ գործընթացները եւ իրավաբանների եւ հանրության համար կանխատեսելի լինի, որտեվ անձը վախի մտնոլորտ չլինի, մարդը պետք է հստակ գիտակցի, որ պաշտոն զբաղեցնելուց հետո ինքը կունենա, եթե ձեռք բերի գույք, անհրաժեշտություն է առաջանալու հետագայում դրա
վերաբերյալ ներկայացնել ապացույցներ, բայց դա պետք է ուղղված լինի, այսինքն նաև բռնագանձվող գույքն էլ պետք է լինի համաչափ, այսինքն կանխատեսելիությունը այս տեսանկյունից պետք է օրենսդրությունը տա եւ կիրառող մարմինը։ Այստեղ նաև անհրաժեշտ է, որպեսզի հայցվորը հավաքագրի այն ամբողջական ապացույցները, որպեսզի դատարան ներկայացնելով հենց այդ ապացույցները կողմը հնարավորություն ունենա հստակ պատկերացնել ինչու՞մ է մեղադրանքը, ինչ գույքի վերաբերել է այդ բռնագանձումների պահանջները, ինչ է դրված դրա տակ, ինչպես են հավաքագրել այդ ապացույցները, արդյոք այդ ամբողջական են այդ ապացույցները, թե ոչ, որտեվ երբեմն ներկայացնում են ապացույցները, այդ ապացույցները հերքելու համար մեծ ջանքեր չեն պահանջում, այսինքն նույն հաշվարկներն են սխալ լինում կամ ասենք դրան հակառակ ապացույցները ներկայացնելն է։ Սովորական հարցումներով կարելի է կարգավորել, ոչ դա։ Սովորական հարցումներով սկսած պետական մարմիններից վերջացրած բանկային համակարգից այդ ներկայացված ապացույցները հերքելուն, այսինքն հակառակ ապացուցելու գործընթացը բավականին ստացվում է։ Պարոն Օքունյան, այստեղ միջազգային ներդրողների համար օրենքը որքանով կարող է ստեղծել ձեր նշած մավախի մթնոլորտը։ Նորից ընդգծեմ, որ այստեղ շատ կարևոր է հենց լինի այդ գործընթացը լինի հստակ, միջազգային ներդրողը պետք է հասկանա, որ դա բռնագանձվող ենթակա գույքը պետք է լինի համաչափ կատարված ենթադրել հանցանքին կամ չգիտեմ չհիմնավորված եկամուտներին եւ լինի կանխատեսելի, այսինքն ինքը պետք է հասկանա, միջազգային ներդրողը պետք է հստակ հասկանա, որ կանխատեսելի է այս օրենսդրությունը, եթե այո չի հիմնավորվում եկամուտներով կատարված կամ ձեռք բերված այս գույքը, ապա դա այո հայաստանյան պետական մարմինները կարող են այդ գույքի հետևից գնալ եւ գտնել դատարաններն գտնեն, որ դա ապօրին է, բայց ասում եմ դա պետք է լինի կանխատեսելի, այսինքն նա պետք է մտահոգված չլինի, որ ցանկացած ձեռք բերված գույքը ինքը ստիպված պետք է ապացուցել, տենց չի։ Օրենքում օտարերկրյա ներդրողների մասին որևէ կարգավորում ապօրինի գույքի բռնագանձման շրջանակների օրենքում։ Չէ, մենք չունենք, բայց ունենք օտարերկրյա ներդրումների մասին օրենք, որտեղ հստակ կան կարգավորումները, որոնք երաշխավորում են ներդրումների Հայաստանում Հանրապետությունում կատարված ներդրումների պաշտպանությունը։ Որի վերաբերյալ բավականին հայցեր կան եւ խնդիրները բավականին շատ են։ Օրենքների համատեղության, փոփոխության որևէ նախագիծ ձեզ հայտնի է կամ կան ինչ-որ մանրամասներ։ Մենք պետք է այս բանը չունենք, համենայնդեպս իմ ունեցած տեղեկությունով չունենք ինչ-որ փոփոխությունների փաթեթ, որը իրենից ներկայացնում է օրենսդրության այս ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի ինչ-որ մեծ փոփոխություն կամ ինչ-որ փոփոխություններ կատարելու է, այս բանը չունենք։ Ես համենայնդեպս չունեմ տենց տեղեկատվություն, որ փոխման ենթակա են որոշակի պահանջներ։ Եվ քաղաքական առումով օրենքը հայտարարվում է շատ հաճախ հենց փաստաբաններն են ասում, որ այս օրենքը կամ վերեցին ապօրինի գույքի բռնագանձման օրենքը կիրառվում է որպես քաղաքական մեխանիզմ։ Դատարաններում ինչ եք տեսնում։ Մենք փաստաբաններս միշտ կողմնակից ենք տեսնել հենց իրավական գործընթացը որպես հենց իրավունքի շրջանակներն, այսինքն չլինեն քաղաքական դրանից բխող քաղաքական հետևանք կամ քաղաքականը միշտ կարելի է շահարկել, որովհետև խոսքը վերաբերվում է նախկինում պաշտոն զբաղեցրած անձանց։ Իրական դատական պրակտիկան ինչ է հուշում, օրինակ երբ որ ներկայացվում է 230 անշարժ գույքի վերադարձ եւ այլն։ Այստեղ օրինակ դրանցից քանիսն են ետ վերադարձվում։
Տեսեք, ինքը բավականին բարդ գործընթաց է, այսինքն անձի նկատմամբ ներկայացնել նման բաժին պետք է հնարավորություն տաս այդ անձը ապացուցի, ասում եմ, Վենետիկի հանձնաժողովը իր խորհրդատվական դիրքորոշման մեջ հայտնել էր, որ հայցվորը առաջինը պետք է ապացուցի, որ այս գույքը ապօրինի է։ Նոր միայն դրա ապացուցման բեռը փոխանցվի պատասխանող կողմին, բայց մենք այսօր այդ գործընթացում չենք տեսնում այդ գործընթացը, դատարանում տեսնում ենք, որ հենց պատասխանողը ինքը ստիպված իր մասնավոր միջոցներով ինքնուրույն ստիպված սկսում է ապացուցել հակառակը այն ինչ, որ այդ ապօրինի ծագում ունեցող հայցերով, որպես այդպեսին ամբողջական չեն այն ապացույցները, որոնք ներկայացնում են անձի դեմ։ Դատախազության պրակտիկան, ապետք, չգիտեմ, կան դասընթացներ, ինչ-որ բաներ, որ ի վերջո, այսինքն նոր ներդրվող ինստիտուտ է, դատախազությունը այդ ամեն շատ ավելի հստակ պատկերացնի եւ այն դատախազը, որը որպես հանրին մեղադրող կգա դատարան, արդեն իսկ պատրաստ լինի։ Այո, մենք պետք է գիտակցենք, որ սա նոր համակարգ է մեր բոլորի թե դատախազության համար, թե փաստաբանների համար, եւ սա կենթանի գործընթաց է, այսինքն ապարբերաբար ենթակա է զարգացման, այո կլինեն սխալներ, եւ կան այդ սխալները, թե պատասխանող կողմից, թե հայցվորի կողմից, թե դատարանների կողմից, այդ ակնհայտ է, չէր կարող այսպես սահուն կերպով այդ ամբողջը անցնել։ Այնուամենայնիվ սա ժամանակի հարց է, այսինքն ժամանակը ցույց կտա, որ այն բացերը, որ նախկինում կան եւ հիմա էլ կան, հետագայում տեղարկվեն եւ ամրագրվեն այնպես, որ որևէ անձ չենթարկվի ապօրինի ծագում ունեցող գույքի շրջանակում որպես քաղաքական, չգիտեմ, որպես քաղաքական ենթատեքստ ինքը պետք է չունենա։ Սա զուտ իրավական գործընթաց է եւ պետք է հետեւի օրենքին, օրենքի պահանջներին։ Մենք փաստաբանական համայնքը ամենայն դեպս հակված ենք տեսնելու միայն իրավական գործընթացներ այդ շրջանակներում։ Բայց այդ իրավական բացերը, սխալները, գուցե ոչ միտումնավոր չիմացությունը, արդյոք անձը պետք է կրի իր վրա, թե օրենք պետք է հղկվել, նոր անցնել դատական համակարգի կիրառմանը։ Անձը չպետք է կրի դրա բացասական հետևանքները, այո դուք ճիշտ եք, անձը պետք է հնարավորություն ունենա արդարացիորեն ապացուցել իր անմեղություն, այս դեպքում ներկայացնել են ապացույցները, որոնք կհերքեն հայցվորի ներկայացված պահանջները, անձը պետք է ունենա հասանելիություն այդ բոլոր ապացույցներին, թե ինչպես են դրանք հավաքագրվել, ինչ են իրենց ներկայացնում, կարողանա հակառակը ապացուցել, այս հնարավորությունը պետք է ընձեռնվեն եւ ասեմ, եթե այս դեպքում մենք ունենանք մարդու իրավունքների հիմնական հիմնարար սկզբունքների խախտումներ, հետագայում չի բացառում, որ այս գործընթացները հետագայում նաև ներկայացվեն եվրոպական մարդու իրավունքների եվրոպական դատարաններում։ Ունենք արդեն ներկայացված հայցեր եվրոպական դատարանում։ Կարծում եմ չունենք, ինչքան ես եմ տեղեկացված, որովհետև մենք չունենք այս բան դեռևս ավարտված գործընթացներ, այսինքն չունենք ամբողջական ավարտված, այսինքն ավարտված գործեր, որովհետև հիմնական գործերի ամենից ես չունեմ այդ տեղեկատվությունը, միգուցե կա, բայց եթե լինեն դա շատ քիչ գործերն են, որովհետև ասում եմ, այս գործընթացները բավական պետական ատյանները դժվար սպառացնել։ Ներպետական ատյաններում դեռևս սպառված գործ չունենք, որովհետև ես նշեցի ինքը բավականին բարդ գործ, թեպետև ինքը սովորական քաղաքացիական հայցի շրջանակ, քաղաքացիական հայց է, քաղաքացիական դատավարության շրջանակներում այս գործընթացը իրականացում, այնուամենայնիվ ունի իր բարդությունները, ունի իր ինչով է պայմանավորված այդ բարդությունը ես նշեցի, այդ ապացույցների հավաքագրման, դրանց ներկայացման, ինչու եթե արտասահմանում այդ փաստաթղթերը ներկայացնել Հայաստան օտարերկրյա լեզու փաստաթղթերը թարգմանել, չգիտեմ, նոտարով վավերացնել, նոր միայն ներկայացնել դատարաններ։ Ու այս գործընթացները պարբերաբար միջնորդություններով հետաձգվում են եւ դատարանները տալիս են այդ հնարավորությունները, որպեսզի կողմը կարողանա այդ ապացույցները ներկայացնել։ Բարի շնորհակալ եմ հարցին այդ զրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր փաստաբան Արմեն Մելքումյանը, մենք զրուցում էինք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի մասին, օրենքում բացերի եւ դրա հետեւություններ կատարելու մասին։ Շնորհակալ եմ Երկիր մեդիայի հետ լինելու համար։